Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շատ բարդույթներ հաղթահարված են։ Այժմ արդեն հարցը ոչ թե այն է կարգավորում կլինի թե ոչ, այլ երբ կլինի այդ կարգավորումը։ Երևանում Թուրքիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը, բայց միևնույն ժամանակ հավելել, եթե իհարկե փոխադարձաբար չհասցվեն միտումնավոր վնասներ։ Իսկ ինչ կետի ենք հասել կարգավորման գործընթացում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Պայմանավորվածությունն առայժմ չի իրագործվում, հետևաբար շատերը համարում են, որ արդյունքներ էլ չկան։ Վարչապետը դրա հետ համաձայն չէ, շեշտում է Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր արդեն գոյություն ունեցող ուղիղ երկխոսությունը։ Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներ իրարից ճշտելու հնարավորությունից, հասկանում եք։ Մենք որպես կանոն երրորդ երկրների միջոցով ենք իմացել, իսկ ինչ են մտածում Անկարայում։ Անկարան ըստ էության երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։ Հիմա մենք նույնիսկ այնպիսի իրադրություններ կան եւ բառից բուն իմաստով մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել եւ հարցնել, իսկ դուք այս հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունեք, եւ սա էական փոփոխություն է, որը շատ կարեւոր է եւ ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքների։ Պատմության ընկալման ու եզրակացությունների վերաբերյալ հարցին պատասխանելով Հայաստանի վարչապետը նկատել է. ցանկացած երկիր պետք է ինքն իր պատմության հետ առնչվի ու Հայաստանն այդ առումով օրիգինալ չէ։ Կարևոր է տեսնել նաև այն ուղերձները, որոնք տալիս է պատմությունը ու հասկանալ պատմության դասը։ Չի կարելի ապագայի եւ պատմության մեջ սահմաններ չունենալ, որովհետեւ ապագան ոչ թե իմ ընկալմամբ պատմության հայելային արտահայտություն պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է ուղղել պատմության մեջ կամ ավելի լավը դարձնել պատմության այն էջերը, որը ուզում ենք ավելի լավը դարձնել։ Բայց սա էլ քաղաքական ընտրության հարց է։ Փաշինյանի խոսքով պատմության մեր դասերը պետք է ծառայեցնենք Հայաստանի Հանրապետության շահերին, պետական ու ապագայի շահերին։ Խոսքը պատմությունը փոխելու կամ պատմությունը հերքելու մասին չի։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է։ Թե ինչի համար, որպես ինչ ռեսուրս պետք է օգտագործվի պատմությունը, ինչ գիտելիք պետք է ձեռք բերվի պատմությունից, որը հեշտ հարց չէ, բայց ես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է։ Իսկ ինչ ազդեցություն ունի ցեղասպանության հարցը հիմա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, հետաքրքրվել է լրագրողներից մեկը։ Վարչապետն ընդգծել է, ուրացման կամ մոռանալու մասին խոսք չկա։ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է, բայց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Վարչապետն անդրադարձել է այդ համատեքստում առաջ եկող հարցին, որտեղ եւ ինչպես պետք է մենք կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա եւ ինչպես եւ որտեղ պետք է կենտրոնանանք մեր իմացած, այդ թվում պատմական ճշմարտությունների ընդգծման եւ այդ ճշմարտություններին հենվելու վրա։ Որովհետեւ այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն։ Եվ միջազգայինորեն ճանաչված այդ պետությունը ունի հնարավորություն ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը եւ բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ եւ այս առումով Հայաստանը օրիգինալ երկիր չէ։ Խաղաղությունն ու լավ հարաբերություններն ըստ վարչապետի առաջին հերթին կարևոր են անմիջական հարևանների հետ, ու հենց տարածաշրջանային խաղաղությունն է այն դասը, որը Փաշինյանի ընկալմամբ պետք է վերցնել պատմությունից։ Հանրությանը իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք հասկանալ նաև ուրիշների ընկալումը մեր մասին։ Ինչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին եւ միջազգային հանրությանը։ Եկեք չթաքցնենք միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։
Եւ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհանուր քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում եւ օգտագործվում է, պարտադիր չէ, որ պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաեւ պաշտոնական մակարդակում դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։ Հիմա թե Հայաստանի, թե Թուրքիայի կողմից ըստ Փաշինյանի հնչել են ուղերձներ ու ցանկություն փոխել շեշտադրումներն ու դիտանկյունները։ Վարչապետն ասում է, իրեն հաշիվ տալիս է, որ երբեմն անում է հայտարարություններ, որոնք ներքաղաքական իմաստով ոչ մի օգուտ չեն բերում իրեն որպես քաղաքական գործչի եւ իր կուսակցությանը, բայց մյուս կողմից հասկանում է, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Դա ինչի հնարավորություն է։ Դա հնարավորություն է ուժեղացնել Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, բայց ինձ համար միանշանակ է, որ դա հնարավոր է անել այստեղ հիմա այս տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն ունենալու միջոցով, տնտեսական համագործակցություն ունենալու միջոցով։ Եվ ես եւ մեր քաղաքական թիմը վճռական են համբերատար, հետեւողական խոսակցության, երկխոսության, փաստերի եւ փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության եւ բարեկեցության աղբյուր, բայց որպեսզի դա տեղի ունենա, տարածաշրջանը պետք է նաեւ տարածաշրջանի մյուս երկրների համար լինի խաղաղության, համագործակցության, բարեկեցության, անվտանգության եւ կայունության աղբյուր։ Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին հարցին, ինչպիսի արտահայտություն Թուրքիան էլ օգտագործում է, Փաշինյանը նշել է Հայաստանի համար դա անհասկանալի ու անընդունելի է եւ ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը Հայաստանը կողմ է երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության պայմաններով։ Ադրբեջանում պահվող գերիների մասին Հայաստանի վարչապետն ասել է. դա մեզ շատ անհանգստացնում է եւ ցավոտ հարց է։ Նշել է, որ փորձում են հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար, բայց դա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ադրբեջանը ըստ էության այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ ու նպատակներով։ Ես ընդհանուր առմամբ այդ քննադատությունը հասկանում եմ եւ միշտ ասում եմ, որ քանի դեռ այդ ջանքերը, որ կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որովհետև այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում։ Երբ Ադրբեջանը խոսում է փախստականների վերադարձի մասին, արդյոք դա ընկալվում է որպես տարածքային պահանջ, հետաքրքրվեց լրագրողներից մեկը։ Փաշինյանը հավելեց, Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, ու երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 60-70%-ը անվանում է արևմտյան Ադրբեջան, նման հարցը մեզ համար քննարկելի չէ եւ որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել։ Իսկ ընդհանրապես եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի։ Մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում եւ Սփյուռքում կան փախստականներ Նախճեվանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գանջայից եւ այլն։ Փաշինյանի դիտարկմամբ Ադրբեջանը հակասում է ինքն իրեն, երբ 2021 թվականը եւ հաջորդող շրջանը պաշտոնական մակարդակում անվանում է յետ կոնֆլիկտային շրջան, բայց ամեն օր խոսում կոնֆլիկտի լեզվով։ Հենց այդ խաղաղության բանաձևի գուցե շրջանակում է, որ ես տեսեք, ես մի կողմից ասում եմ, որ այս գծից արևմտյան Ադրբեջանը էստեղ, այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա, բայց ես հասկանում եմ, որ դա կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ արևմտյան Հայաստանն էլ էստեղ։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է եւ մեր պատկերացումն է։ Որտեւ եթե այս բանաձևերը չլինեն, ընդ որում ելի եմ ասում, կարող են լինել ամենատարբեր ընկալումներ պատմության, պատմական իրադարձությունների եւ այլն։ Բայց եթե մենք ուզում ենք կառուցել
հոսող բանի վրա, տարածաշրջանի վրա հնարավոր չի ոչ մի բան կառուցել։ Այդուհանդերձ Փաշինյանը համաձայն չէ լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը հորիզոնում դեռ չի նշմարվում, ինչի բացակայությունը շատերի կարծիքով նաև հայ-թուրքական հարաբերությունների խոչընդոտ է։ Փաշինյանի ձևակերպման պարզապես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպիսի այդ խաղաղությունը չերևա։ Իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։ Դրանցից մեկը պայմանավորվածությունն է, որ կողմերը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Այս իրողությունը վերաարձանագրվել է նաեւ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում։ Իսկ ծխածածկույթն Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթն է, որը Փաշինյանի գնահատմամբ չպետք է լինի, եթե պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, այնտեղից ստացվող ուղերձները Հայաստանի ընկալմամբ Հարավային Կովկասում կայունության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին են։ Աննա Զախարյան, լուրեր։